Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 24-ն է 2026 թվական։ Հայաստանի շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ եւ վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանի հետ այսօր նույնպես շրջում էինք հանրապետության մարզերով, եղանք Տավուշի մարզի մի քանի բնակավայրերում, Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում, դա էր նաև պատճառը, որ մինչև հասանք ձեզ հետ շփումը մի քանի րոպե ուշացավ, ուրիշ որևէ պատճառ չունենք։ Հիմա, քանի որ դրանից սկսեցի, ընտրությունների հետ կապված մի հարցի անդրադառնամ, նոր անցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Ես այս մի քանի օրը հստակ պարզաբանում եմ, թե որն է պատճառը, ինչ է պետք անել այս ընթացքում, որովհետև իշխանությունը նախապես սրում լարում է, որպեսի տանի բախման, եթե արդյունքները իրան դուր չգան։ Տեսեք, ու լավ գիտենք, որ եթե արդյունքները իրան դուր չգան, մարդկանց փողոց կհանի։ Այսինքն, եթե արդյունքները իրան դուր եկան, ցանկացած ռեպրեսիա, ցանկացած բան ռուսամետ ընդդիմության դեմ կանի, որովհետև նրանք դավաճան են, նրանք մարդասպան են եւ այլ եւ այլ։ Ու այնպես չի, որ ասացի մեջ ճշմարտություն չկա։ Հարցը նա է, թե ինչի է այդտենց հստակ այսօր ասում այդ ամեն ինչը ու շատ սրված եւ հատուկ ասում, որ ընտրություններից հետո ձեր գույքը վերցնելու ենք, ձեր տները վերցնելու ենք եւ այլ, որպեսի նրանք էլ լարվեն, ասեն դե կտեսնես, այսինքն որպեսի բախումը իսկապես լավ տպավորված, տպավորիչ լինի։ Այսինքն, եթե դուր չեկավ արդյունքը, մինչև օգոստոսի 2-ը դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, այսինքն կարող է ասել ժողովուրդ ջան, մենք չենք ընդունում արդյունքները, լցվում ենք փողոց։ Ու դուք շատ լավ գիտեք, որ դա մյուս կողմն էլ եթե մարդ հանեց, լինելու է բախում։ Եվ այս պարագայում որն էր իմ ասածը, որովհետև երբ որ 3 էլ առաջ օրն էլ դա բացատրել եմ, էլի մարդիկ լինում են ասում են այնուամենայնիվ ուզում ենք հասկանանք, թե ի վերջո դա ինչով է հարցի լուծում ձեր ասածը։ Պարզ բան, հարգելիներս, այսօր ինչից կխոսեն, ձեր տանիքը կվերանորոգեն, ինչ կանեն, ասֆալտ կանեն, թե ինչ կանեն, կասեն մենք խաղաղություն ենք բերե, մյուս կողմն էլ կասի, գիտեք, մենք էլ ձեզ ավելի արժանապատիվ խաղաղություն ենք բերելու, արդյունքում մենք գիտենք, որ իշխանության համար պայքարը անխուսափելիորեն տանելու է բախման, ու դիտավորյալ դա սրում են, բայց ինչ հեքիաթ են պատմում իրանց խոստումների տեսքով։ Ու դրա համար ես հստակ ասում եմ, իշխանությունը ստացավ մեծամասնություն, ասելու է, ով որ արդյունքը չի ընդունում, ժողովրդի ուժով, քվեի ուժով դրեք տրորեք ոչնչացրեք։ Այս սրանք են այս դավաճանները։ Իշխանությունը ձայները փոքր է, հասկացավ, որ նրանք կարող է միավորվեն եւ իշխանությունը վերցնեն, անցավ հարձակման, ժողովրդին հանեց փողոց եւ այլ, վարչական ռսակներ, դուք մարդասպան եք, դուք դավաճան եք։ Այսինքն այն ուժերը, որոնք հիմնական պայքարը համարում են, որ իրենք են պայքարելու Նիկոլ Փաշինյանի դեմ, իրանք անում են ամեն ինչ, որ իրավունք տան, հնարավորություն տան Նիկոլ Փաշինյանը օգտագործի վարչական ռեսուրս եւ արդարացնի, որ պայքարումը թշնամիների դեմ, որոնք օտար երկրագործակալ են եւ այլ։ Դուք տեսնում եք ինչ նպատակային սրվում է այդ թեման։ Դա պատահական չի արվում։ Հիմա եթե այդ ամեն ինչը մարդիկ հասկանում են, ես էլ պարզ բացատրում եմ, ասում եմ ամսի 7-ից հետո հաղթող չպետք է լինի։ Հենց հաղթող եղավ, ինքը իր մյուս կողմը չճանաչեց արդյունքը, հենց հաղթող եղավ, նա մարդկանց փողոց է լցնելու, մյուս կողմն էլ է լցնելու։ Այն մեկը իր վարչական ռեսուրսով, այն մեկը իր ֆինանսական ռեսուրսով։ Դուք բախում եք ուզում։ Ով է ուզում բախում, կանգնեք պարզ ասեք, որ այո, մենք բախում ենք ուզում։ Իսկ իմ ասածը որն է։ Ամսի 7-ի ընտրություններով որևէ մեկը մեծամասնություն չունի։ Չունի նաև ռուսամետ ուժերը, քանի հոգի էլ կանցնեն, նրանց ձայները բավարար չի 50%-ից ավել, եթե
ձեր ցանկությամբ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ստանա այնքան ձայն, որ այդ պարագայում որևէ մեկը մեծամասնություն չունենա։ Ինչու եմ ասում միայն Հայաստանի Շնորհապետական կուսակցության պարագայում դա կարող է լինել, որովհետև մի շարք արբանյակ ուժեր ակնհայտ ասել են, որ պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանին եւ մնացած ուժերն էլ, որ Սամվել Կարապետյանին են միանալու։ Այսինքն չկա այդպիսի միջանկյալ այնպիսի ուժ, որը արբիտրի դեր ստանձնի եւ ասի ժողովուրդ հանգստացեք, բախման տեղը չի, կոմպրոմիսային տարբերակը սա է։ Դա միակ ուժը դա Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն է, որը կարող է բախումից փրկել առաջիկա այս զարգացումների պարագայում։ Եվ ինքը ոչ միայն այլընտրանք է, այլ միակ այլընտրանքն է։ Եվ եթե նրանք, ովքեր սա չեն հասկանում, վատ չէր լինի, եթե գնային հատուկ դպրոց այդ կարգի անհասկացողների համար կա։ Դուք տեսնում եք, որ տանում են բախման, բա ինչի եք այտենց ոգևորված ուզում, որ գնան բախման։ Դուք եք գալու արանքները կանգնեք։ Բա որոշ մանավանդ մի երկու դրսից էլ վերլուծաբաններ կան, որ տենց ոգևորված կպնում են, էս են անում, են անում։ Դուք վերլուծաբան եք, թե քել է խուտող։ Դուք ինչ եք ուզում, մարդիկ իրար տան սպանեն, դուք դիտումներ հավաքեք, ասեք ժողովուրդ, սենսացիա, մտեք իմալիք տեսեք ինչքան մարդ հա դիտում եւ այս ինչ կադրերը ով սպանեց։ Մենք ուզում ենք, որ ոչ մեկին չսպանի։ Առավել եւս այդ ամեն ինչ եղավ, մենք առաջի գծում ենք ելնելու։ Դուք որտեղ եք ելնելու։ Պատասխան եք տալու ձեր արածների համար, ում առաջ եք պատասխան տալու։ Ժողովրդի, դուք ժողովրդի ինչ կապ ունեք։ Դրսից ձեզ համար խոսում եք կոմպյուտերի դեմը վերընկած։ Բոլոր նրանք, ովքեր հստակ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղ ձևով իշխանություն չի հանձնի, բայց նրանք ասում են ոչինչ, թողես մի ուժը լավ էլ սենց համախմբվենք, գնանք դեմը դուրս գանք, դուք լավ գիտեք, որ այդ բախման պարագայում շատ կարող է ծանր հետևանքներ ունենա։ Համարենք տա Աստված այդ հետևանքը չի լինելու։ Ես առաջարկում եմ այլընտրանքային տարբերակ։ Ընտրեք Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը Գուրգեն Սիմոնյանին եւ պարզա ոչ մեկին ինքը չի միանա ձեր ձայնով այդ կոմպրոմիսի հարցը կլուծեք, բախումից կխուսափեք ու դա չի լինի ամսի 7-ին, այլ կլինի ավելի ուշ, եթե ամսի 7-ին ցանկություն չունենաք ու չհասկանաք ինչա կատարվում։ Եթե դուք այդ տարբերակը չեք ընդունում, ես ոչ միայն այդ տարբերակը ընդունում եմ, ես ինքս իմ օրինակով գնացել կանգնել եմ Գուրգեն Սիմոնյանի կողքին։ Պատասխանատվությունից խուսափող չեմ։ Եթե ես իմանայի ես ավելի լավ այդ ֆունկցիան կկատարեմ, կասեի ես եմ անում, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որ իրա վրա չկա շատ բեռեր եւ շատ բաներ, շատ ավելի հեշտ կարող է ինքը լինի այդ կոմպրոմիսային ֆիգուրը, ես ասել եմ ոչ միայն իրա տեխնացությունն եմ պաշտպանում, այլև գնում կողքը կանգնում եմ։ Դա միակ տարբերակն է։ Եթե դուք ունեք ուրիշ տարբերակ, առաջարկեք ձեր տարբերակը։ Մենք վատն ենք, մենք շատ վատն ենք, դուք ձեր տարբերակն առաջարկեք, երկիրը գնում է բախման, դուք ինչ եք առաջարկում, ոնց եք հանգուցալուծում դա, ինչ եք անում, որ բախում չէ, ինչ եք անում, իսկ այդ բախման արդյունքում արտաքին ուժերը օգտվում են, ինչ եք անում դուք, ձեր տարբերակը առաջարկեք, նկարագրությունը ինչ է կատարվում, սրա վրա շառանելը ինչ է կատարվում, այդ բոլորը մենք գիտենք ինչի համար, մի կտոր լափի համար, գիտենք ժողովուրդ, բարդ բան չի։ Հիմա կոնկրետ ասեք, այդ մի կտոր լափը վերցնելուց հետո կոնկրետ ասեք, եթե լինում է բախում, դրա առաջ առնելու համար մենք կատարելու ենք այս քայլը, ինչ ենք առաջարկում դուք։ Ես իմ առաջարկությունը ասեցի, դա միակ լուծումն է, չկա 50 լուծում կամ 100 լուծում, կամ միակ լուծում։ Այն մի պարզ պատճառով, որ այդ ուժը ի սկզբանե ասել է ոչ նրան ենք միանալու, ոչ նրա խաղն ենք խաղալու, ոչ նրա։ Դուք չունեք երկրորդ տարբերակ, ունեք տարբերակ, ասեք։ Մեր տարբերակը կարող ենք չհավանել, ձեր տարբերակն ասեք։
Բայց եթե ձեզ ֆինանսավորում են, որպեսզի բախումը ձեզ համար եկամտաբեր է, ես ձեզ բացատրում եմ, վաղը դուք պատասխան եք տալու այն ամենի համար, որը դուք հատուկ հասկանալով, որ այսպես է ամեն ինչը զարգանում, դիտավորյալ տանում եք բախման։ Ու ասում եմ, լափի համար, այո։ Անկախ նրանից Հայաստանի ներսում եք վեր ընկած, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Լափը, ժողովուրդ ջան։ Ես ասում եմ ու շատ չեմ ուզում ծավալվեմ դրա վրա, որովհետև ես ես պարզ բացատրեցի, եթե դուք չեք հասկանում, որ այսօր իշխանությունը տանում է սրման, ու դուք եթե չեք հասկանում, որ հակառակ կողմն էլ ասում է ընդունում ենք մարտահրավերը, բայց այդքանից հետո ինչ եք մտածում։ Արդյունքը երկու կողմից մեկին դուր չեկավ, ինչ եք մտածում, ինչ ա լինելու։ Դրսի ուժերն էլ ատամները սրած սպասում են։ Ինչ ա լինելու, ասեք։ Դուք գիտեք դա։ Ես համարում եմ, որ իմ վերլուծական ունակությունը ինձ հուշել է, բախումից խուսափելու մի ձև կա, որ առաջի փուլում ոչ մեկը հաղթող չլինի, որպեսզի հենց առաջի օրը ժողովրդի լարված արդյունքում փողոց չլցնեն, ասեն գնում ենք տեր կանգնենք մեր ձայներին։ Երբ դրանից հետո որոշակի պրոցեսա դրա մասին կխոսենք, առաջի հարվածը, որ գիշերը իմացար ինչա կատարվում, դե լցվեցինք փողոց, ու լավ գիտեք, իշխանությունը ինչի է ընդունակ, ասում է կամ ես կլնեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, գնացեք փագեք պարալիզեք երկիրը, եւ մեկ էլ ունենք ընդդիմություն, որը թողում է կռիվը հետա գալի Հայաստան, անկախ նրանից ինչ որակի թուղթ ստորագրել Նիկոլ Փաշինյանը, դրա մասին շատ ենք խոսել, բայց երջանկացած գնացել էր, որ վիզը կտրի, որպեսզի միանգամից իշխանությունը վերցնի ու ասի այս ամբողջը այսպես է։ Դուք ինչի եք դա այդ դարանակալը դա անում։ Եթե դուք քաղաքական ուժեր եք, կային եք հայտարարություն անեիք, էսա կատարվել, էսա կատարվել, բայց դու զորք էիք հետ բերում, որ Երևանում օգտագործեք, դրանք ապացուցված են, ու ձեր մեղքը չի մաքրվելու Նիկոլ Փաշինյանի սխալներով, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը իր սխալները մաքրելու է ձեր մեղքերը մատնացույց անելով։ Մենք ազատ ենք այդ երկուսիդ մեղքն էլ ներկայացնելու։ Հիմա այս երկու մահու կենաց կռիվ մղողն է։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի նրանց գույքը ձեռից չի խլե, այսօր ամբողջ օրը ասում է տունը վերցնելու եմ, էսեմ անելու եմ, ինչի համար ասում։ 8 տարի չի արել, հիմա ինչի ասում։ Որպեսզի նրանք ասեն, դե կտեսնես ինչ ես անելու։ Պատրաստվում ենք հարվածի, որ ինքը առիթն օգտագործի ռեպրեսիաների համար։ Ասի ժողովուրդ ջան, երկիրը տանում են։ Չեք հասկանում։ Լավ էլ հասկանում եք։ Եթե հասկանում եք, առաջարկություն արեք։ Ինչ ենք անում, որ մեր երկիրը այդ վիճակում չհայտնվի։ Մենք էլ լսենք, ասենք, այդ տեսակ ինչ գրագետ տղեկ են։ Խելացի կարծիք հայտնեցին, մենք էլ լսեցինք, մենք էլ կողմնորոշվեցինք, որ կարելի էր այդպես։ Եթե ես երկրորդ տարբերակ տեսնեի, կկանգնեի այդ մյուս տարբերակի կողքը։ Կամ գոնե կտատանվեի, դա Գուրգեն Սիմոնյանն է, թե Պողոս Պետրոսյանը կամ Պետրոս Պողոսյանը։ Բարդ է ինձ համար իմանայի քաղաքական դաշտում ովքեր են եւ այդ քաղաքական դաշտի մարդկանց հետ նստեինք, խոսեինք, շատ մարդկանց հետ եմ խոսել, բայց չեմ գտել այդ տարբերակը, որը մեզ կարող է այս բախումից հանի։ Սա միակ տարբերակն է, դուք ձեր առաջարկեք ժողովրդին։ Իսկ ես ժողովրդին դիմում եմ, գնացեք եւ ընտրեք Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, քվեաթերթիկ համար 4, որի վարչապետի տեխնացուն է Գուրգեն Սիմոնյանը, այդ պարագայում ծանրակշիռ ձայների պարագայում մենք հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, բ եթե նույնիսկ մեծամասնություն չստանանք ու այս բախումը կանխելու համար մեր տեխնացուն կլինի կոմպրոմիսային տեխնացու եւ ինքը կառավարություն կձևավորի, նույնիսկ փոքրամասնության կառավարությունով բավական ինտենսիվ կարելի աշխատել, ես դա երեկ եմ բացատրել։ Եվ երրորդ, եթե նույնիսկ դա տեղի չունենա, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կազմակերպենք ստորագրահավաք, պարտադրենք օրվա իշխանությանը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության։ Ռուսաստանի հավանական բոլոր վտանգները լավ էլ կշռադատել ենք, լավ էլ գիտենք, ռիսկերը գնահատել ենք, ռիսկերը կառավարելու ունակություն ունենք։
պետք չի մեզ ասել, բա դուք գիտեք իրանք ինչ կանեն, իրանք դա անում են, որովհետև գիտեն դա ձեր վրա ազդում է, իրանք դա անում են, որպեսզի դա օգտագործեն ընտրության վրա ճնշում գործադրելու համար, իսկ դուք դրանից կոտրվում եք, երբ որ կոտրվող մարդու վրա ինչ կուզենան վրեն կբարթեն, դա եք ուզում, մենք դա չենք ուզում, մենք ես հստակ ասեցի մեր քայլերի հաջորդականությունը, մնացածը որոշողը դուք եք, մեր սիրելի հայրենակիցներ, մեր սիրելի ընտրողներ, ձեզ ինչ որ մեկը սրտիկով խաղաղություն է խոստանում, իբր թե Ալիևի անունից դրսից, բայց ներսում տանում է բախման, դուք չեք հասկանում այդ սրտիկը որտեղ է հայտնվելու, բարդ է այդքան հասկանալ, հիմա որ տագնապ ենք հնչեցնում, դա նշանակում է խուճապ ենք տարածում, հա երևի, սես խաղաղ սրտիկով գնալու եք բախման, հետո էլ ասելու եք, այն մարդ մտնելովս մեկի չանցավ է, ախր գիտեք ինչի չէինք հավատում է ձեզ պարոն Անտինյան, մի հատ մեկը եսիմով վերընկած միտեղ, ասում էր ախր դուք սրա պատվերն եք կատարում, մեկն էլ ընկած մի ուրիշ տեղ վերընկած համակարգչի դեմն ասում էր դուք սրա պատվերն եք կատարում, մենք հիմա լսեցինք դրանց, եւ հիմա մեր երկրում այդ բախումը կատարվեց, ման են գալիս դրանց գտնենք, ասենք, բա ձեր արածը ձեր դուրն եկավ, իսկ իրանք վայելում են իրանց դիտումները ժողովուրդ ջան, իրանց դա էր պետք, իրանք դա վայելում են, հավատացեք, դրսում փող աշխատելը դժվար է, իրանք կարող են դա աշխատել միայն ձեր հաշվին, եթե իրանք որևէ մասնագիտական որակ չունեն, որ գնան մտնեն աշխատանքի, հնարավորությունները աշխատանքի շատ մեծ է, բայց դրա համար պետք է առնվազն լինել մասնագետ, ոչ մի բան Իրանից ոչինչ չներկայացնող բանը միայն կարող է աշխատել փող ձեր հաշվին, ձեր ներվերի հաշվին, ձեզ խաբելու հաշվին, սա է ժողովուրդ ջան, հիմա դա ես եթե դուք հավատալու եք ուրիշին, գնացեք հավատացեք ուրիշին, ես ասում եմ, ես սա եմ ասում, մյուսը նա է ասում, եթե նույնիսկ տատանվում եք, գնացեք ընտրեք նրա ասածին, պետք չի ինձ ասել, հիմա դուք եք ճիշտ թե ինքը, եթե իմ խոսքի վրա տատանվում եք, ուրեմն վերջ, պետք չի ինձ լսել, գնացեք իրանց ասած արեք, հետո չասեք, բա ոնց եղավ, որ սենց փորձանք եկավ մեր գլխին, բա ախր մեզ ինչի հուշեցին, ով էր ձեր ձեռը բռնել, որ գնայեք լսեիք եսիմ ում, ով, որ Հայաստանում էլ է ոչ մի բան, այն երկրում որտեղ ապրում այնտեղ էլ է ոչ մի բան, այն չեք լսում, ով է մեղավոր դրա համար, հիմա ես ձեզ ասեցի այդ սցենարը, մենք լի ենք վճռականությամբ տեր կանգնել ձեր ձայներին, տեր կանգնել մեր ձայներին, առավոտից երեկո գիշեր ցերեկ հազար ու մի կազմակերպչական բաներ անելով, մարզեր գնալով, հազար ու մի տեղ, անձրևի տակ գնալով, մյուս տարբեր տեղերը գնալով, սառը եղանակին ելույթ ունենալով, ձենս էլ կտրվելով, ուզում եմ ձեզ համար մի բան արածելնեմ, չեք ուզում եք լսեք եսիմ ում, գնացեք լսեք եսիմ ում, որից հետո էլի չասեք, բա ինչի էսպես ստացվեց, 20 տարի առաջվա բաները հանում ասում եմ ասել եմ, լսեիք, հմել եմ ասում, լսեք, սա է միակ լուծումը, ու ինչ չասեք, կարողա ուրիշ լուծում կա, չկա ուրիշ լուծում, ուրիշ լուծումը լեր ես ձեզ կասեի, որտեղ որևէ ձևով կաշկանդված չէ ուրիշի կողքին կանգնելու, բացարձակ, հրաշալի ինձ ճանաչում են շատ էր, ես շատ-շատերին եմ ճանաչում, Այս ընթացքում է շատ մարդկանց հետ հանդիպել եմ, միակ լուծումը դա է, որտև դա է կոմպրոմիսը բախումից խուսափելու համար, մնացածը որոշեք դուք։ Հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում, որովհետև այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն էլ լայվ խոսում է տարածաշրջանում, հեսա գծերը կբացվեն կոմունիկացիաներ, այս կլիեն կլի ուրախալի լուրեր եւ այլ։ Որքանով դա նախընտրական, որքանով դա իրական, այդ ամեն ինչը մենք հիմա կտեսնենք, կհասկանանք, բայց եւ միևնույն ժամանակ մենք տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկի Իրանի հետ կապվածը չենք կարողան տեսել, որովհետեւ դրանով է պայմանավորված նաեւ մեր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը, ոչ միայն խաղաղությունը, ուժերի հարաբերակցությունը, ինչ է տեղի ունենալու Ամերիկա, Իսրայել եւ Իրան կարգավորման կամ պատերազմի արդյունքում ինչ ենք ունենալու տարածաշրջանում, ինչ ենք ունենալու աշխարհում։ Եվ պատահական չի, եթե աշխարհում բոլորը այդ թեման քննարկում են, բայց Հայաստանի օրակարգում դա չկա, բայց այդ երկիրը մեր հարևանն է, եւ մենք էլ Ամերիկայի հետ ուզում ենք լավ հարաբերություն ունենանք, մի հատ է թրիփով աշխատանք կատարենք, թեպետ գիտենք, որ դա մեզ համար
ձեռնտու տարբերակով չի որոշվել, բայց նույնիսկ դա ի վիճակի ենք անել, թե մեր հարևանը մեզ չի թողում։ Այս ամեն ինչի արդյունքում ոնց որ թե մեր օրակարգում դա գոյություն չունի։ Հիմա նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ։ Չեմ կարծում, որ Բիբին, այսինքն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անհանգստացած է։ Ես գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ։ Ով էր կասկածում։ Այս խոստովանությունը ինքը ասեր չասեր, մարդիկ ավելի կոպիտ են արտահայտվում, ասում են Բիբին հանձնարարել է Դոնալդ Թրամփին, որ ինքը կատարի։ Բառից բուն իմաստով ասում են հանձնարարել է։ Գիտեք դա ինչքան վիրավորական է։ Ես օրինակ որպես Հայաստանի քաղաքացի շատ վիրավորվում եմ, որովհետև խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Իսկ իմ հրապարակային գործունեության առաջի իսկ օրվանից ես համարել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը աշխարհում ինչքան մեծ լինի, այնքան աշխարհն ավելի կայուն կլինի։ Ու ինձ պետք չի համոզել, որ բազմաբևեռ աշխարհն ավելի կայուն է։ Բազմաբևեռ աշխարհը տենց էլ չկայունացավ։ Դուք տեսաք, հենց ուզեցան ազդեցության գոտիների բաժանել, խորհրդային միությունը փլուզվեց, նորից անցան մրցակցության եւ ինչ որ ուրիշ բաներ կատարվեց։ Առայժմ բազմաբևեռ աշխարհի տեսք մենք չունենք։ Իդեալականը կլներ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Չինաստան, բայց ես չեմ որոշողը, ես ուղղակի ասում եմ դա է լուծումը։ Կան մարդիկ, ովքեր կնախընտրեին գործարք եւ կան մարդիկ, ովքեր կնախընտրեին վերսկսել պատերազմը։ Կարծում եմ Բիբին երկընտրանքի մեջ է այդ տարբերակների միջև։ Հրաշալի է, վերջապես գոնե խոստովանեց, որ Բիբին գլուխ չի հանում։ Հիմա Իրանի դեմ պատերազմը շարունակի, թե Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ աշխատանք տանի, բայց Իրանն էլ միշտ ժամանակ ունենա հարստացված ուրան ունենալու եւ հրթիռներ բալիստիկ եւ դրոններ։ Այսինքն Դոնալդ Թրամփը խոստովանում է, որ Բիբին չի կողմնորոշվում։ Բա որ առաջի օրվանից ասում ենք Բիբին չի կողմնորոշվում։ Բիբինագետներ կային, չէ՞։ Հայ Առավոտից իրիկու ասում են, եթե Բիբին նույնիսկ սխալ է, ուրեմն ինքը ճիշտ է, որ սխալ է։ Ու ինձ էլ բացատրում էին, որ դու լավ չգիտես, թե Բենյամին Նեթանյահուն ինչ իմաստուն անձնավորություն է։ Տղեկ ջան, գնացեք ուրիշ գործով զբաղվեք։ Ձեր մոտ ոնց որ թե սա չի ստացվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփը, որ խելքը Իրանը չի Բիբիի համար, ձեզ բացատրում է, որ նա չի կողմնորոշվում։ Հիմա որ տարբերակով ենք շարժվելու։ Դոնալդ Թրամփ Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50-50 է։ Այսօր հանդիպելու եմ իմ բանակցային թիմի հետ Իրանի նոր առաջարկը քննարկելու համար։ Կամ ես նրանց ավելի ուժեղ կհարվածեմ, քան երբևէ, կամ մենք լավ գործարք կկնքենք։ Բայց խոստովանում է, որ գործարքի հավանականությունը 50-50 է։ Այսինքն Իրանը դեռ պատրաստ չի ու չի էլ վախենում, որ դու կարող ես ծանր հարված հասցնես։ Ասում է, սա իմ կետերի հետ կապված համաձայնության կգանք, չենք գա, չենք գա։ Սա է։ Իսկ դա մեզ պետք է չմտահոգի։ Հա, հասկանում եմ, որ հիմա համերգի եք սպասում, ինչու թազա համերգ է գալու, նոր տենց գալու են թրսկոտալու առիթ ալնելու։ Ես հասկանում եմ, ժողովուրդ ջան, դες համար կարևորը սրտիկն է, որ Նիկոլ Փաշինյանը զզվանքի աշճան լցրել է ամբողջ հանրապետությունում։ Կանգնում ենք փողոցում, ուզում ենք մի հատ լայվ մտնենք, մեծ ձեզ հետ շփվեմ փողոցում։ Մարդիկ կամերան ոնց պահում են, Նիկոլ Փաշինյանի սրտիկն է հետևում։ Սենց են կանգնում սրտիկա, սենց են կանգնում սրտիկա, քանդած շենքերի վրա, աղբի դույլերի վրա, կրպակների վրա, ամեն ինչի վրա, բոլոր տեղերը իր սրտիկն է։ Այս սրտիկով ձեզ խաղաղություն են բերել։ Մի մարդ, որ երկրի ներսում արհեստական բախման է տանում, ժողովուրդ ջան, այդքան միամիտ եք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր վարչակազմի կողմից Իրանի հետ ընթացող ներկայիս բանակցությունները բնույթով ամբողջովին այլ են եւ ուղղված են այն բանին, որ Թեհրանը չկարողանա մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք կամ ռումբ։ Թրամփը շեշտել է, որ Իրանը չպետք է նույնիսկ մտածի, թե կարող է ունենալ միջուկային զենք կամ ռումբ, ընդգծելով, որ նման հնարավորությունը բացառված է ամերիկյան նոր պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։ Բայց Իրանը ասում է, որ ինքը չի հրաժարվելու դրանից, բա հիմա ինչ է ստացվում։ Հարվածելու ես, հա, անհանգստանանք թե չանհանգստանանք։ Համաձայնության գալու եք։ Ինչ է տեղի ունենալու մեր տարածաշրջանում։ Մենք չենք կարող ասել Ամերիկայի Միացյալ Նահանգները
թրիփի միջոցով մեր անվտանգության երաշխավորն է, որովհետև անվտանգային որևէ երաշխիք Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ չի տվել։ Եթե նույնիսկ տար, իրենց էր տալու ոնց որ արաբական երկրները, չենք ուզում դաս քաղենք։ Բայց այդքան որ ասում ենք պետք է լինի Եվրամիություն եւ Եվրամիության ճկուն անվտանգային համակարգ, դա նրանից չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գերիշխանությունը կասկածի տակ ենք դնում, այլ պարզապես նա համակեցության կանոններով ընտանիք է, որը ցանկանում է եվրոպական անվտանգություն ստեղծել ճկուն մեխանիզմով, որի պարագայում մի քիչ էլ դուրս գալ Ամերիկայի ազդեցությունից։ Մենք չենք կարող ասել ուզում ենք դառնալ Եվրամիության անդամ, բայց մերժում ենք Եվրամիության անվտանգային քաղաքականությունը։ Այդ դեպքում մեզ կասեն տղիք ջան, չհասկացանք։ Բա Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ կախվածության մեջ ակցել, մենք ուզում ենք դրանից դուրս գանք։ Մեր հարկատուներին համոզել ենք, որ ծախսեր անենք, մեր անվտանգությունը ստեղծենք։ Եթե դիմում եք մեզ, դիմեք փաթեթով։ Մեր անվտանգության երաշխավորը եղել է ՆԱՏՕ-ն Եվրոպայի, այսօր մենք մտածում ենք մեր անվտանգության այլ ընտրանքային երաշխիքների մասին, ու անգամ Ուկրաինայի հետ կապված դա կյանքը ցույց տալիս, որ ավելի ճկուն մեխանիզմներ են մտածում։ Դուք ո՞նց կարող եք դիմել Եվրոպային, բայց ասեք մենք ձեզ չենք վստահում մեր անվտանգությունը։ Մենք կարող ենք ասել, որ երազում ենք, որ Եվրոպան եւ Ամերիկան կոնֆլիկտ չունենա, բայց եթե համակարգին ես դիմում, համակարգին պետք է հարցնես, բա իմ անվտանգությունը ով է երաշխավորելու, եթե բռնեմ այդ ճանապարհը։ Մտներումս պահելով ՆԱՏՕ-ն, բայց գործնական քաղաքականության մեջ այլ ընտրանք հաշվի առնելու տարբերակով։ Մի բարդ բան չի հասկանալու համար։ Իսկ մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգներ, այս գրառմամբ Թրամփը հրապարակել է քարտեզ, որում Իրանն ԱՄՆ դրոշի գույներով է։ Դե գիտեք, Մեքսիկան էր այդ գույնով, Կանադան էր այդ գույնով, Գրենլանդիան էր, Պանաման էր, Վենեսուելան էր, որը չէր որ։ Հիմա էլ Իրանն է։ Իմաստը որն է, որ ցույց տաս, դու պայքարում ես չարիքի դեմ, ըստ էության իբր թե չարիքի դեմ պայքարում ես, ուզում ես ժողովրդին ազատես, ուզում ես նրանց ազատություն բերես, Ամերիկայի դրոշով ինչի ես ներկում։ Լավ երեխա ժամանակ այս մարդուն ներկիր ինքդ ինչ որ տես թղթեր չեք տվել։ Այդ մարդը տես մեծացել է առանց ներկելու, դպրոց չի գնացել։ Հերն էլ ոնց որ թե լավ գործի է եղել։ Ինչ է քարտեզն առել խալխի երգիրը ներկում։ Հիմա ինչ դա նպաստում է խաղաղությանը, որ մի երգիր իմանա, որ դու ասում ես քեզ պետք է ոչնչացնեմ, դու Ամերիկա ես դառնալու։ Այդ երգիրը մինչև վերջ չի կռվելու։ Այբանույնն էլ Պուտինն էր անում, էլի ասում պետք է 3 օրում Ուկրաինան գրավեմ։ Նրանք էլ ասեն, թե որ պետք է գրավես, ուրեմն մինչև վերջ կկռվենք, մեր երգերը չենք հանձնի։ Հետո ասում են, բան չէ, 5 տարի է կռվի շարունակումը, որտեղ էս մարդկանց են հանդիպում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան եւ հաստատել է, որ ԱՄՆ էներգետիկ արտադրանքը ներուժ ունի դիվերսիֆիկացնելու Հնդկաստանի էներգետիկ մատակարարումը։ Իհարկե հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հնդկաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, դրա համար Մարկո Ռուբիոն հանդիպել էր Հնդկաստանի վարչապետի հետ, Նարենդրա Մոդիի հետ, բայց այնուամենայնիվ այն դիրքերը, որ Դոնալդ Տրամպը կորցնում է Ամերիկայի անունից, խնդիր է առաջացնում, որ նաև Հնդկաստանն էլ արդեն ունենալով իր շահերը առանձնապես չի վախենում Միացյալ Նահանգներից, փոխշահավետ գործարքի կգնա, բայց չի վախենում, որովհետև տեսա, որ սկի Իրանն ու Պանաման չեն վախենում, Գրենլանդիան չի վախենում, ինքն չի պետք է վախենա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան Իրանը միայն ձգտում է ապահովել Իրանի ժողովրդի օրինական իրավունքները։ Սակայն ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։ Բազմիցս խախտված խոստումները բանակցությունների ընթացքում հարձակումները եւ քաղաքական սպանությունները խորը անվստահություն են առաջացնել Իրանում Վաշինգտոնի նկատմամբ։ Պատերազմը երբեք ոչ մեկին օգուտ չի բերել,
ոչ Ամերիկան, ոչ էլ տարածաշրջանը չեն շահի հակամարտության վերսկսումից։ Նախագահը մեղադրել է Իսրայելին անկայունության և պատերազմի միջոցով իր շահերը առաջ մղելու փորձի մեջ։ Այսինքն դուք հիմա տեսնում եք, որ այս զարգացումների պարագայում ոնց որ թե Իրանը չի պատրաստվում զիջումների գնա։ Այս սա է հարցը, որ մենք ասում ենք, հարգելիներս, հաշվի առեք այդ հանգամանքը, որ այս մարդիկ զիջումների գնալու պատրաստ չեն։ Հիմա դրանով պայմանավորված է նաև Հայաստանի անվտանգությունը, որքան էլ մենք ցույց տանք, որ հիմա մենք Իրանի հետ կապված պատերազմում ներքաշված չենք։ Այո, պատերազմում ներքաշված չենք, բայց հետևանքների հետ կապված կարող է նաև ներքաշված լինենք։ Դրա համար դա մեզ համար պակաս հետաքրքիր չէ։ Հիմա մի բան ուղղակի ձեզ հիշացնեմ 2014 թվականի այս օրվա մասին է խոսքը Facebook-ը, այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր, որ հիմա իր թիմակիցներն էլ բլբուլ կտրած ակտիվ խոսում են, դե լավ այդքան ակտիվ էիք, ընտրությանը մասնակցեիք, ընտրությանը չեք մասնակցել, ուրիշի խաղի վրա տաշի-տուշի եք անում, ակնհայտորեն ցույց տալով, որ ինչ-որ շահագրգռվածություն ունեք ինչ-որ մեկին պաշտպանելու։ Եթե ձեր ձայնը կշիռ ունենա, նա կմասնակցեիք, հաստատ ֆինանսի պակաս չունեիք։ Հիմա ինչի եմ ասում, ներկայացնեմ, որ պատկերացնեք, որ այս ամեն ինչի մեջ հայտնվել ենք նաև այն ժամանակ եւ ինչի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում։ Ուրեմն Սերժ Սարգսյանը սարսափում է անկանխատեսելի ընտրություններից։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը հիմնականում ակտիվանում է համապետական ընտրությունների առիթով, այն էլ ավելի շատ նախագահականի դեպքում, երբ առարկայական տեսնում է, թե ում է ձայն տալիս և ինչ ակնկալիք ունի նրանից։ Իհարկե այն ժամանակ կիսանախագահական կառավարման համակարգեր խորհրդարանի ընտրությանը այդքան ակտիվ չէին նախագահականին, որովհետև նախագահով էին պայմանավորվում։ Հիմա եթե նույնիսկ խորհրդարանական կառավարման համակարգ է, ձայների համապատասխան քանակության դեպքում մարդիկ հասկանում են, որ ավտոմատ ձևով ընտրում են վարչապետի, ուղիղ, որովհետև եթե մեծամասնություն են ստանում այդ ձայները բավարարը, որ իրավունքի ուժով վարչապետին նշանակեն։ Այսինքն վարչապետը արդյունքում ստացվում է խորհրդարանական կառավարման համակարգում առաջնային մանդատ է ստանում։ Այսինքն հիմա նշանակում է խորհրդարանական ընտրություններում էլ կարևորված է ընտրությունները, որովհետև իշխանություն է ձևավորվում այդ ընտրության արդյունքում։ Այսինքն հասկացաք, մեր հասարակությունը ակտիվանում է ընտրության արդյունքում։ Այդ իսկ պատճառով քիչ չեն հնչում մեղադրանքներ, որ մեր իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքի առիթով կռիվ չենք տալիս, իսկ իրավիճակի հետ չհաշտվելը մեծապես արտահայտվում է բացասական լիցքերը մեր մեջ կուտակելով, որն էլ առաջացնում է պոռթկում ամեն համապետական ընտրություններից առաջ։ Վերջում էլ չենք հաշտվում արդյունքների հետ ու տևական ժամանակ երկրում պահպանվում է հասարակական լարվածությունը։ Ու եթե վերջին շրջանում քաղաքացիական շարժումները նկատելիորեն ակտիվացրել են իրենց գործունեությունը, այդուհանդերձ դա բավարար չէ երկրում իրավիճակ փոխելու համար, քանի որ փոփոխություն կարող է բերել միայն քաղաքական ուժերը, չէ որ համաձայն օրենքի վերջիններից բացառիկ իրավասությունն է ընտրությունների միջոցով իշխանության գալու և արդյունքում կյանքի կոչելու իրենց ծրագրերը։ Հաշվի առնելով անցյալի փորձը, կարող ենք փաստել, որ որքան էլ հանրությունը բախվել է կեղծիքների հետ, միևնույն է չի կոտրվել ժողովրդի կամքն ու մեռել պայքարի ոգին։ Մարդիկ չեն կորցնում իրենց հույսը, որ փոփոխություններ հնարավոր են։ Անվիճելի է, որ Սերժ Սարգսյանը սարսափում է ընտրություններից, նույնիսկ այն պարագայում, երբ ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Եվ պետք չէ խաբվել, որ գործող նախագահը երիտասարդանալու կուրս է ընդունել, վերջերս նա իր էությամբ հոգնած գործիչ է և չի կարող մտնել նախընտրական պայքարի մեջ, նախապես չիմանալով, որ անպայման հաղթող է հռչակվելու, այլապես այդ անկանխատեսելիությունը
կքայքայի նրան։ Այդ իսկ պատճառով նա ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով կանխորոշել գալիք ընտրությունների արդյունքները և այդ փաստը հասարակության աջ կմտցնել։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը միայն մի դեպքում շանս կունենա վերարտադրվելու, եթե երկրում տիրի համընդհանուր հիասթափության մթնոլորտ։ Դուք էս գնահատականը չեք պատկերացնում, որ ծանոթ չի էս հիմիկվա ժամանակների հետ։ Եվ կարևոր չէ, թե դա ինչ կերպ կարտահայտվի արտագաղթի նոր ալիքի, թե ոչ իշխանական ուժերի հանդեպ հիասթափության։ Ինչ ուզում է լինի, միայն թե բոլորը համոզվեն, որ ոչինչ էլ չի փոխվելու, հաշտվեն այս վիճակի հետ ու մի կողմ քաշվեն կամ էլ արտագաղթեն։ Հիմա հարց է առաջանում, եթե վաղօրոք գիտենք, որ սահմանադրության այս փոփոխության նպատակը իմիտացիոն ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրվելն է, ինչին ենք սպասում, որ Սերժ Սարգսյանն իր պլաններն ի կատարածի նոր սկսենք բողոքել մեր վիճակից, ճակատագրից ու հայի բախտից։ Հարցը հստակ է, գործող նախագահին չպետք է թույլ տալ իրականացնել սահմանադրության փոփոխություններ, իսկ եթե նա զոռբայությամբ փորձի իր նպատակին հասնել, միջոցների առաջ կանգ չառնելով, ուրեմն հենց այդ պահից պետք է հայտարարենք, որ պատրաստվում ենք քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբման միջոցով տապալել այս իշխանություններին, չսպասելով ոչ սահմանադրական հանրաքվեին, ոչ էլ առավել ևս փոփոխված սահմանադրության արդյունքում կանխորոշված ընտրությունների արդյունքներին։ Իսկ իրականում ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ համախմբվեցին Սերժ Սարգսյանի դեմ, որպեսզի թույլ չտան, որ նա անցկացնի սահմանադրություն իր իշխանությունը վերարտադրելու համար։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմությանը և ասում էր, որ դա կեղծ օրակարգ է, ինչու եք պայքարում սահմանադրական փոփոխության դեմ և անցավ Սերժ Սարգսյանի կողմը։ Այնպես որ այն միամիտները, որոնք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի համար հաճո ընդդիմություն է դարձել ելքդաշինքի տեսքով 2017 թվականի ընտրությունների ժամանակ, Արամ Զավենի Սարգսյան, Էդմոն Մարոկյան և Նիկոլ Փաշինյան, դա ակնհայտ բոլորն էլ գիտեին, որ դա Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, ուզում եմ ասել, որ ոչ ժողովուրդ ջան, դա հետևանքն է։ Նիկոլ Փաշինյանը իր ծառայությունը ավելի շուտ էր առաջարկել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանար բիրտ ուժ կիրառել իր դեմ պայքարողների դեմ, բիրտ ուժ կիրառել և ասել, որ դուք այ տեսեք իրական ընդդիմությունը իմ կողմից է, իսկ դուք չգիտեմ ուզում եք երկիրը ապակայունացնեք և այլն և այլն։ Այն ինչ որ իշխանությունը հիմա փորձում է անել, մենք դա մի անգամ արդեն տեսել ենք ու գնահատականը տվել ենք։ Անկանխատեսելի ընտրության հետ կապված իշխանությունը սարսափում է դրանից։ Նա ուզում է նախապես հաղթել, ընտրությունից առաջ ինքը իր հաղթանակը ունենա։ Դրա համար պետք են ռեպրեսիաներ, դրա համար պետք են վարչական ռեսուրս և այլ և այլ։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի ունեցել տեսլական հայեցակարգ, այդ իսկ պատճառով ինքը շարունակել է Սերժ Սարգսյանի ծրագիրը և 8 տարին անգամ բավարար չէր, որ ինքը ունենար սեփական տեսլական երկրի զարգացման համար։ Դրա համար եթե դուք նայում եք, ընդհանրապես համարյա տարբերություն չեք գտնի ու այնքան տարբերություն չեք գտնի, որ ասում եք կարող է մինչև հիմա Սերժ Սարգսյանն է ղեկավարում։ Ոչ ժողովուրդ ջան, մինչև հիմա Սերժ Սարգսյանը չի ղեկավարում, բայց Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է Սերժ Սարգսյանի դասագրքերով և նաև Սերժ Սարգսյանի թողած տոտալիտար իշխանությամբ։ Այնպես որ եթե մենք ուզում ենք դրա դեմ պայքարենք, ինքը Սերժին մերժեց ու դարձավ Սերժ։ Մենք հիմա սերժիզմը պետք է մերժենք։ Հրեշին մերժելով դառնալ հրեշ։ Մենք հրեշի ինստիտուտը պետք է մերժենք։ Եթե դա չենք անում, հաջորդը գալու է նույնն ալնելու։ Դուք չեք տեսնում իշխանությանը ինչ արագ է հարմարվում իշխանությունը և ինչ արագ է դառնում բռնապետ։ Հա, հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանի պարագայում ինքը շատ կուզենա բռնապետ դառնա, ուղղակի քաշը չի հերիքում։ Հայտնի լեննականցու անեկդոտ կար, որ ասում է ինքը ինժեներ է, քիչ եմ կոլոդա տեխնիկ կսեն։ Ինքը ուղղակի բռնապետ է, բայց ուղղակի տեխնիկ կսեն, էլի ինքը այդքան չի ձգում բռնապետի, թե չէ երազում է բռնապետ դառնա։ Բայց ին ո՞նց է տենց ելնում։ Տեսնում եք համակարգը ոնց է իրան պահում։ Ինչ ուզում է խախտում անի։
Սահմանադրական թե որևէ բան, համակարգը իրան կպահի ժողովուրդ ջան, հասկանում եք ուսադիր եւ փող, բարձր աշխատավարձ ու պարգևավճար։ Նժարին դա է դրած, մյուս կողմն էլ հայրենիք։ Ժողովուրդ ինչ հայրենիք։ Էդ ինչ եք խոսում։ Պարգևավճար, ժողովուրդ ջան, պարգևավճար։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի ճանաչում է մարդկային հոգեբանությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանն իմանար, որ ազգային ժողովի ամբիոնից կասի, որ 4000 հոգու չսպանեի չէին թողի, հանձնեմ, կասեին, բա առանց պատերազմին չի ես հանձնում։ Եթե ինքը իմանար, որ դա կասի ու չէր մարսի, ինքը դա չէր ասի։ Այդպիսի խոստովանություն չեն անում։ Ուրեմն ինքը գիտեր, որ մի օր փողոցում մեկը կասի, իմ երեխան զոհվել է, բայց ես երջանիկ եմ, որ քեզ տեսել եմ։ Այո, ժողովուրդ ջան, դրան էլ հասանք։ Ու ինքը գիտի, որ ցանկացած չինովնիկ, որին մի հատ ուսադիրի վրա մի հատ կավելացնի, մի հատ աստղ կամ աստղը կմեծացնի, պարգևավճարը կավելացնի, դա հլուհնազանդ կծառայի իրան։ Եվ ամեն ինչ կանի իր իշխանությունը պահելու համար։ Մենք դա ենք ուզում 26 թվականին։ Աշխարհը դուք տեսնում եք ինչա կատարվում։ Մենք դա ենք ուզում։ Ու այս հասարակությանը ոնց են փողի հետ կապված տեսնում եք ինչ են անում։ Վաղը դուրը բացելու են Թուրքիան ու Ադրբեջանը, փողով մտնելու են, էստերից մտնեն, հենցերից դուրս գան։ Ու իմ նման մարդկանց էլ, որոնց չեն կարողանալու առնեն, մի կողմ են նետելու ու իրենց գործը անեն, որովհետև ձեր ձեռքով են մի կողմ նետելու։ Ձեր ընտրության արդյունքում են մի կողմ նետելու, որովհետև պետք է ասեք դե լավ էլի դե հիմա այն մարդը փող է բաժանում, չեմ հասկանում այն մարդ։ Այն մարդը փող է բաժանում, դու կանգնել ասում ես ճիշտը սա է։ Ճիշտը նա է, ով փող է բաժանում։ Վաղը թուրքն ու ադրբեջանցին են բաժանելու։ Ու ռուսը այս հարցում թուրքից կամ ադրբեջանցուց պակաս վտանգավոր չի, ժողովուրդ ջան, հավատացեք իմ կյանքի փորձին։ Պակաս վտանգավոր չի։ Եթե կարող են մարդկանց փողով առնել, վերջ, միշտ կգտնվեն փողատերեր, որոնք ձեզ կառնեն։ Մի հոդաբաց նախադասություն չասող մեկը դառնում է ամենաֆավորիտ քաղաքական գործիչը, որովհետև փող ունի, կարելակացել այդ փողը բերելու է ձեզ տա։ Չէ, ժողովուրդ ջան, ձեզ չի տալու։ Ուղղակի դուք լսել եք։ Վերջ, թուլացել եք, հաճույք եք ստանում։ Դրա դեմ առնելու համար մի ձև կա։ Գնալ ընտրության, շատ ձայն ստանալ, տալ այն ուժին, որը որ կկարողանա, ասես կանգնի ու ասի, ժողովուրդ ջան, մենք այս ծրագիրն ենք առաջ տանում, հաստատակամորեն կանգնում ենք, ձեր մանդատները, մեր մանդատները աճուրդի չենք անում։ Հասկացանք իրար։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։